Բլոգեր Էլիզա Մելիքյանն իր ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել ու դրանքից անկեղծ մտքերով կիսվել։ Էլիզը գրել է հետևյալը. «Աչքերիս մեջ շատ բան կա. ցավ, հուսահատություն, մտքեր, որոնք երբեմն դժվար ա տանել, բայց դրանց կողքին նաև երանություն կա։ Այստեղ ես նոր եմ բացահայտում ինքս ինձ, գնահատում ամեն օրը ու զգում փոքր-փոքր երջանկությունը, որը լցնում է ինձ։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ, ու նույնիսկ ամեն մի դժվար պահ ինձ սովորեցնում է հզոր լինել։ Աչքերումս լռություն կա, բայց այդ լռության մեջ հիմա նաև հույս ու խաղաղություն է տիրում», գրել էր Էլիզան։ Իսկ մեզ մնում է հավելել, որ շաբաթներ առաջ Ամալիա Հովհաննիսյանի Life-room հաղորդմանը հյուրընկալվել էր Էլիզ Մելիքյանը։ Star News-ը հետևել էր զրույցին։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ Էլիզայի և Հարութի բաժանմանը։ Ամալիայի դիտարկմանը, թե բաժանման լուրերից ընդամենը 3-4 օր առաջ ունեցած հանդիպման ժամանակ Էլիզը խոսում էր սպասվող նշանադրության մասին և իրենց հարաբերությունները այլ ուղղությամբ պիտի գնային, և հարցին, թե ինչ է տեղի ունեցել, Էլիզան պատասխանեց. «Այս թեման ինձ համար շատ ցավոտ ու միևնույն ժամանակ անցած թեմա է։ Ամեն ինչ երկուսս ենք որոշել, երկուսով ենք եկել այս որոշմանը, իրավիճակներ կան, երբ հասկանում ես՝ սա ճիշտ է։ Զգացմունքները հնարավոր է մնայուն բան է, անընդհատ կարող ես ինչ-որ բան զգալ, բայց չես կարող այդ զգացմունքով միշտ ապրել։ Ժամանակ է գալիս, երբ սառում է ամեն բան։ Այս անգամ վերջակետն էր, որոշումը եկավ ժամանակի հետ։ Այսինքն խնդիրը կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք, հասանք մի կետի, որտեղ հասկացանք, որ չլուծվող խնդիր է։ Արդեն անցած թեմա է, անցած է ամեն ինչ։ Մեծ սեր է եղել։ Դժվար եմ ոտքի կանգնել», նշել էր Էլիզան։ Էլիզա Մելիքյանի հետ կապված ամենաշատ տրվող հարցերից մեկն է նաև այն, թե ուր են նրա ծնողները։ Էլիզան հայրիկի մասին այս հարցազրույցի ընթացքում չխոսեց, նշելով, որ հայրը Արամն է։ Մայրիկը մահացել է, երբ նա արդեն գիտակից տարիքում է եղել։ Այս մասին խոսելով բլոգերը նշեց հետևյալը. «Մամայի մահից հետո չեմ վախենում ոչինչ կորցնելուց, դա ինձ շատ է ուժեղացրել։ Ես 4 օր հետո գնացել եմ դպրոց, 4 օր հետո արդեն դպրոցում էի ու դաս էի անում։ Հիշում եմ, որ ընդամենը 13 տարեկան երեխա էի, ով ոչ մի բան չէր հասկանում, չէր հասկանում մահը ինչ է։ Մարդ, ով քո մաման է, էլ չկա, չես հավատում։ Մեկ-մեկ մտածում էի, թե գժվել եմ։ Փոքր էի, բայց մտածում էի, թե գժվել եմ։ Մտածում էի, որ դա երազ է։ Չեմ կարող բացատրել, թե էդ ինչ զգացողություն էր»։ Հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը Էլիզան օր անց տեղադրել էր նաև իր ինստագրամյան էջում ու անկեղծ գրառում կատարել։ Նա նշել էր հետևյալը. «Իմ կյանքի ամենացավալի պահն էր, բայց հենց դրանից հետո ես փոխվեցի, ուժեղացա։ Ճիշտ է հիմա 20 տարեկան եմ, բայց ներսումս շատ ավելին եմ ապրել։ Հիմա չեմ վախենում ոչ մեկի, ոչ էլ ոչնչի կորստից։ Ոչ թե որովհետև ներսումս դատարկ է, այլ որովհետև ես սովորել եմ վերապրել ամենամութը, առանց կոտրվելու։ Էդ ճանապարհն ինձ կամաց-կամաց սովորեցրեց ապրել ցավի կողքին, ոչ թե նրա ներսում։ Ես սովորել եմ ինձ հետ մնալ, ինձ հետ վերապրել ու հենց դրա մեջ է իմ ամենամեծ ուժը»։ Չնայած ապրած դժվարություններին, Էլիզա Մելիքյանը հաճախ պատմում է իր ուժեղության և այն ապրած օրերի մասին, որոնք կուզեր կրկնել նորից։ «Գիտեմ, դժվար է հավատալ, որ ես փոքր տարիքում հոգսեր չեմ ունեցել։ Ճիշտ էլ կանեք, որ չհավատաք։ Մեկ-մեկ խճճվում եմ մտքերիս ու զգացողություններիս մեջ։ Փոքր ժամանակ էին հոգսերս ավելի շատ, թե հիմա։ Անկեղծ ասեմ, պատասխանը դեռ ինքս էլ չունեմ։ Կասեմ միայն, որ տարբեր են։ Չեմ ուզում ձեզ թվա, թե ամեն ինչ լավ է հիմա, բայց մի բան շատ եմ ուզում ասել. դժվար մանկությունը չի որոշում իմ ներկան, առավել ևս ապագան։ Այո, լինում են պահեր, որ մտածում եմ, թե ուժս չի հերիքի ու ես մենակ եմ, բայց մի բան հաստատ զգացել եմ, որ հենց այդ պահերն են կյանքում ամենակարևորը և որոշիչը։ Սովորել ինչպես ոտքի կանգնել ու շարունակել ապրել, սա է այն բոնուսը, որը ստանում եմ։ Դեռ չգիտեմ, թե ինչքանով է ստացվում կամ ինչքանով եմ գոհացնում ինձանից որևէ բան սպասող մարդկանց։ Մի օր կսովորեմ ինչպես ճիշտ կազմակերպել այս պահը։
Հիմա միայն մի կարևոր բանի վրա եմ շատ աշխատում՝ սովորել, ընդունել անցյալս ու սիրել ներկաս, որպեսզի ապագաս հենց իմը գա։ Ահա որ դժվար է մի քիչ դեռ անիրական է թվում, բայց ես չեմ դադարում փորձել, հուսով եմ կարողանում եմ փոխանցել ձեզ, թե ինչ եմ զգում, նշել էր Էլիզան։ Միայն վերջին ամիսների ընթացքում Էլիզան սկսեց առավել ակտիվ գործունեություն ծավալել իր սոցիալական էջերում, հայտնելով իր կյանքի երկու կարևորագույն փոփոխությունների մասին։ Նախ Էլիզան հայտնեց, որ առանձնացել է ընտանիքից և որոշում է կայացրել միայնակ ապրելու, ապա նաև հայտնեց բաժանության մասին լուրը։ Օրեր առաջ Էլիզան հայտնել էր, որ արդեն մի քանի ամիս է ինչ միայնակ է ապրում։ Զգացողությունների մասին Էլիզան կիսվել էր գրառման միջոցով։ Չեմ հավատում, բայց արդեն 5 ամիս է ինչ մենակ եմ ապրում։ Սկզբում ամեն ինչ վախեցնող էր, լռությունը շատ անհասկանալի էր թվում, ամեն ինչ փոքր բանից խնդիր էր դառնում, բայց հետագայում սովորեցի վայելել հենց այդ լռությունը, սովորեցի լսել ինքս ինձ ու գնահատել խաղաղությունս։ Ու հա, պարզվեց, մենակ ապրելը միայնության մասին չի, դա ինքդ քեզ ճանաչելու և սովորելու ճանապարհ է։ Երբեմն դժվար է, երբեմն շատ էլ հաճելի, բայց ամեն օրը ինձ մի բան սովորեցնում է։ Հիմա նայում եմ հետ ու հասկանում, այս 5 ամիսները ինձ ավելի շատ բան են տվել, քան տարիներ առաջ։ Սիրելիից բաժանության մասին Էլիզան նաև հրապարակման միջոցով հայտնեց։ Նա գրել էր հետևյալը. «Չգիտեմ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես ու Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք, մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։ Ինձ համար շատ բարդ ու խառը փուլ էր, բայց միաժամանակ ինչ-որ տեղ հանգստացնող։ Հիմա առաջին անգամ ապրում եմ առանձին։ Սկզբում վախ կար, կկարողանամ, կսովորեմ, բայց ամեն օր սովորում եմ։ Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ։ Մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել, բայց ուզում եմ ասել, ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ, ու դա ամենակարևորն է։ Գրում եմ սա, ոչ թե որ բացատրեմ, այլ որովհետև սա էլ է կյանքի մի փուլ, ու ես չեմ ուզում ձևանալ, թե ամեն ինչ միշտ նույնն է։ Եթե դու էլ հիմա ապրում ես բարդ փոփոխությունների մեջ, ուղղակի հիշիր, որ բնական է, բուժվում է ու հետո սկսվում է մի նոր բան։ Իր ինստագրամյան էջում հրապարակմանը կից գրել էր Էլիզան, իսկ մենք հավել ենք նաև, որ բլոգերն արդեն ներկայանում է որպես դերասանուհի և նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստասերիալում։ Այս նորությունը ևս հանրությունը բուռն ընդունեց և բավական երկար քննարկեց։